Կոնկրետ Hello-Bit-ը, ETS-ին, իրանք տարուց ավել 2024 թվականից մինչև նոյեմբեր ամիսը բաց մարդաշատ վայրերում գովազդել են եւ պատկան մարմինների աչքի առաջ դա տեսել են։ Դա եղել է տարբեր ցակի խանութներ, վարսավիրանոցներ, ավտոլցակայաններ, այդ բոլորը փաստաթղթավորված գտնվում է պարոն Կարագոզյանի մոտ, որ ինքը պետք է ֆլեշկան հանձնի դատախազություն։ Հիմա ստացվում է, որ այս քաղաքացիներն են դատախազության գործն անում։ Դուք դուժել եք Hello-Bit-ը։ Այո։ Ինչքան գումար եք կորցրել։ Գումարը մեծ է։ Ես չէի ցանկանա դա ասել, ես մի անգամ ասել եմ քննչական դեմ, երկրորդ անգամ չեմ ուզում կրկնել։ Գումարը մեծ է։ Դա մենակ ինձ չի վերաբերում, դա վերաբերում է հազարավոր մարդկանց։ Ուղղակի որ ասենք ցուրտա մարդիկ հեռավոր մարզերից են, դժվարանում են գալ։ Դա էլ ենք հասկանում։ Ուրիշ Ինչպես եք վստահել օրինակ գովազներից։ Գովազները եղել են բաց, մեկ տեղ չէ, երկու տեղ չէ, 100 տեղ չէ, 200 տեղ չէ, 300 տեղ չէ, հազարավոր տեղեր։ Կրկնում եմ, բենզալցակայաններ, ավտոտեղ սպասարկման կետեր, խանութներ, շինանյութի խանութներ, ապտեկաներ, այդ բոլորը փաստաթղթավորված կա։ Գովազներից եւ դրան գումարած, դրանք եղել են բաց։ Այդ մարդիկ կազմակերպիչները իրենք կատարել են բարեգործական գործողություններ ծերանոցներին, դպրոցներին, վիդեո եւ ֆոտո տարբերակով դա էլ կա։ Երևում է եւ այդ կազմակերպիչների դեմքերը մարդիկ բաց առանց կաշկանդվելու այդ գործն արել են։ Այդ բոլորը հիմնական գերակշռող մասը հավատացել է դրան, այդ գովազներին։ Լեցուն դալիճ է։ Մարդը ելույթ անում կազմակերպիչը։ Դա փաստացի կա վիդեոն։ Պարոն Կարագոզյանի մոտ։ Մարդը լեցում դալիճում, ելույթ անում եւ գովազդում է։ Թե ոնց են անում, ինչ են անում, որ սա հուսալի է, աշխատելու շատ երկար եւ ներդրումային խումբ է։ Այդքան բան։ Խնդրեմ։ Եվ ես ներողություն անջատեցիք, մի անջատեք։ Եվ ես կուզեի, որ դուք նկարեք, թե ինչպես է պարոն Կարագոզյանը այդ ամեն ինչը հանձնում այդ ֆլեշկայի հետ, կրիչի հետ, փաստաթղթերով դատախազություն։ Ստացվում է, նորից եմ կրկնում, շատ ներողություն կրկնելու համար, որ քննչական դատախազի գործը կատարում են դժուժած քաղաքացիները։ Դե եթե տես պետք է լինի, ես արդեն անիմաստ եմ գտնում այս կառույցների մոտ աշխատանք։ Ինչու նրանք չեն գործում, չեն փորձում պատժել։ Այդ դա արդեն կարելի է իրենց հարց տալ։ Ես դատախազ չեմ, քննիչ չեմ։ Իմ կարծիքով գիտեք ինչ կա, իմ մեջ կա վստահություն, որ իրանց ծանոթ, բարեկամ, հարազատ դրա մեջ կան, իմ մեջ կա վստահություն, որ որոշ տեղ իրանք տեղյակել են եղել, աշկ են փակել, երևի իրանք էլ են վստահել, որ դա երկար աշխատելու։ Դրա համար այտենց կոնկրետ ասած բացատրողի վիճակել է։ Ես շքան գիտեմ, Հայաստանի Հանրապետության օրենքներով բուրգերն արգելված է, դա քրեորեն պատժելի է, ճիշտ է։ Բա որ բուրգերն արգելված է, բայց այդպես գովազդներ են արել, քաղաքապետարաններ կան, գյուղապետարաններ կան, այդ ամեն ինչ չեն տեսել, ոստիկանություն կա, քննչական կա, դատախազություն կա, դրանք չեն տեսել, իհարկե տեսել են եւ աշկ են փակել, եւ սա էլ արդյունքն է, այդ աշկ փակելը։ Ես չեմ բացառում, գիտեք ինչ կա, Հայաստանի Չենք բացառում եւ ունենք նման կասկածներ, որ պետական համակարգերից եղել է նույնիսկ աջակցություն, որովհետեւ եթե այսօր մենք պատերին փակցնենք ծխախոտի գովազդ կամ ալկոհոլի գովազդ, կպատժվենք դրա համար։ Ուրեմն օրենքով արգելված խունտա հանցախումբ է գործել Հայաստանի Հանրապետությունում երկարատև ժամանակ եւ ներկայացել է իր գործունեությունը քողարկելու համար ներկայացել է իբրև բարեգործություններ են արել տարբեր պետական մարմիններում, ինչպես այդ թվում նաեւ դպրոցներում։ Եվ սա եղել է պետության լուր համաձայնության ներքո, մի րոպե, այստեղ գուցե եւ կա հովանավորչություն հենց պետական պաշտոնյաների կողմից։ Դե դրա համար մենք հանցագործության մասին հաղորդում անպայման մուտք կանենք, թող տեղական ինքնակառավարման մարմիններից կլինի, չգիտեմ, որ մարմիններից կլինի, համենայն դեպս Երևանի քաղաքապետարանը պարտավոր էր կանխարգելելու ապօրինի գովազդները
այնպիսի տարածքներում մարդաշատ վայրերում, հա, վարսավիրանոցներ, սուպերմարկետներ, մենք կրիչի վրա ներկայացնելու ենք փաստերը, 200-ից ավելի վիդեոներ ունենք հավաքագրած, տեսանյութեր, նկարներ, չգիտեմ, ամեն ինչ ունենք, մենք նյութերը տրամադրելու ենք, չնայած մենք փաստահավաք խումբ չենք եւ սա մեր պարտականությունների մեջ չի մտնում, այլ մտնում է այս մարմինների պարտականության մեջ, բայց որ իրանք չեն աշխատում, ստիպված ենք մենք աշխատենք, այն իրանք ինչը որ իրանք չեն անում, ստիպված ենք մենք անենք, ստիպված ենք իրենց պարտադրել, որ իրանք աշխատեն։